Երեք 10-ից ավելի հոգևորական արագածոտնի թեմից կալանավորվեցին, բերման ենթարկվեցին, 3 մեծ թեմերի առաջնորդներ քրեական գործերով են անցնում։ Կարծում եք հիմքեր կան գործերի համար։ Իմ կարծիքով, եթե հիմքեր չլինեն, չեն կալանավորի, որտեղ ասած կվախենային։ Այս քաղաքականությունից հեռու արդեն։ Ուրեմն նայեք, իրենք այնքան ռեսուրսներ ունեն ու այնքան միջոցներ ունեն, որ եթե այդպիսի հիմքեր չլինեին, դուք պատկերացնում եք իրենք ինչեր կարող էին անել իրենց ռեսուրսներով, իրենց փաստաբաններով եւ այլն եւ այլն։ Նշանակում է ինչ-որ բաներ իրականում կան։ Ու այդ խոսումը այն բարքերի մասին, որ այս անցած տասնամյակների ընթացքում եկել ու հասել են մեր օրեր։ Եվ այո, պետք է հոգևորական դասը մաքրվի, նորից վերածնվի եւ ըստ այդմ էլ կրթի եւ բարձրացնի իր ժողովրդին։ Լավ բան չեն անում, չէ։ Դա չեմ ողջունում, իհարկե շատ սխալ է։ Քաղաքականությունից հեռու եմ։ Այդ տիպի հոգևորականը մեզ պետք է։ Դե ես ով եմ, որ իմանամ կարծիքա, իրանք իմանան այդ քննիչներին հարցրեք, իրանց հարցրեք, ես Կարծում եք արդար քննություն։ Եթե իրենք սխալ են, այդ ուրիշ, բայց թե չես իմանալ, սխալ են, թե ճիշտ են։ Դուք վստահում եք, կարծում եք արդար քննություն կլինի։ Դե այդպես բաներ չգիտեմ, չէ։ Ես ոչ մի բան չեմ իմանում այդպես։ Չեմ կարծում, որ հիմքեր ունի, չգիտեմ։ Համենայն դեպս շատ բացասական է։ Այն ինչը տեղի ունենում այս երկրում, դա խայտարակություն է, ավել բան չունեմ։ Ուրեմն մենք քրիստոնյա պետքա չկոչվենք, մենակ այդ կարամ ասեմ ու մեր պատմությունով գալիս է, որ մենք պետքա աստվածավախ լինենք։ Այդ ամեն ինչը նշանակում է, որ մենք չենք հարգում մեր քրիստոնեությունը, մեր ազգը արդեն ամեն ինչից ուրացել է։ Ես դեմ եմ, հոգևորականներին պետքա չմոտենալ։ Գլուխները պատով են տվե բալաջան։ Դե եթե հանցագործություն կա, ուրեմն պետքա կալանավորվեն եւ քննվեն։ Դուք վստահում եք քննությանը։ Այո։ Կարծում եք արդար քննություն է լինելու եւ հոգևորականները մեղավոր են։ Ես համոզված եմ, որ պետքա բոլոր մարդիկ, ովքեր որ կատարում անկախ նրա սոցիալական կարգավիճակից ու անկախ նրա պաշտոնից, ուզում է իշխանություն, ընդդիմություն կամ այլ բաներ լինեն։ Եթե կա հանցագործություն, պետք է կալանավորվեն։ Մնացածը չգիտեմ, ես չգիտեմ, իրավական համակարգը արդար չի։ Դուք ամեն դեպքում կանխակալ վերաբերմունք ունեք, որ հանցագործություն են գործել հոգևորականները, դրա համար կանխակալ վերաբերմունք չունեմ, ես ասում եմ իմ կարծիքը, եթե կա։ Շատ ցավալի է, որ քրիստոնյա ժողովուրդ ենք ու ամբողջ աշխարհով մեկ խայդարակվեցենք։